Կետրոն հերոստանգերության եթերում մեր տոնական եթերը շարունակվում է ու ես չեմ էլ ուզում անկեղծ որ այս եթերը շատ արագ ավարտի, որովհետև այնքան լավ մարկանցով ենք շրջապատված այսօր ու այնքան կարևոր մեր շատ սիրելի ընկերներ, գործընկերներ փորձել են այս կարևոր տոնով, այս բարդ խցանումների մեջ, թողուբոհի մեջ, նվերներ, գնումներ, հասնել կոտայքի մարզերիկ չեն էլ 31-ին։ Կածոր, բայց քանի որ մենք գտնվում ենք Multi-Grand Resort-ում, դա քաշում ու գրավում է բոլորին, որովհետև այստեղ ամեն ինչ ֆանտաստիկ է։ Լավ, անցնենք շատ արագ մեր ընկերներին, գործընկերներին եւ մեր հաջորդ հյուրին, ով եւս շատ սպասված է։ Իդեպ Կարենի առանձնակի ոգևորությամբ է ցանկանում ներկայացնել մեր հյուրին, որովհետև նա ոչ միայն գործընկեր է հյուր, այլ նաև ընկեր։ Այո, բայց նաև գիտեք ինչի համար եմ ուզում Ցավոք սրտի։ Տեսած կադրը չփոխեք, գիտեք ինչի, որովհետև մենք ապրում ենք 21-րդ դարում եւ հայկական շոու բիզնես, երկարվեստ, պարարվեստ դա այն բնագավառներն են, այն ոլորտներն են, որոնք պահանջում են մաքսիմալ գրեթե 99% ժամանակ տրամադրել գործին, կարիերային։ Ու կան մարդիկ մեր իրականության մեջ, այո, հավատացած եղեք, հայկական շոու բիզնեսում կան մարդիկ, ովքեր որ անկախ ամեն ինչից փորձում են ժամանակ մաքսիմալ տրամադրել ընտանիքին։ Եկ այս խառը օրով մեր հեռուստադիտողների համբերությունը չչարաշահենք, անմիջապես ներկայացնենք մեր հյուրին։ Ո՞վ է նա։ Թերևս նրան ներկայացնելու կարիք չկա, դու որպես ընկեր ես ներկայացնում։ Ֆանտաստիկ երաժիշտ, գիտեք ինչ կան մարդիկ երաժիշտներ, արվեստագետներ, որոնց պարզապես անուն է պետք տալ, պետք չի ինչ-որ թվարկել, թե իրենք ինչով են զբաղվում։ Ուղղակի կադր։ Գևորգ Կարապետյանն է մեր հյուրը, տաղանդավոր ֆանտաստիկ երաժիշտ, Գևորգ, բարի լույս։ Գևորգ այսօր հյուրը մոլիտվին կարելի։ Շնորհակալ ենք Գևորգ, ես գիտեմ որ դուք որքան զբաղված ծանրաբեռնված մարդ եք ու իրականում այո 24 ժամ դուք աշխատում եք ու մաքսիմալ փորձում եք ժամանակ հատկացնել ընտանիքին։ Նոր տարին այն տոնն է, որ սովորենք բոլորը, ցավ ու սիրում ենք անցկացնել ընտանիքին։ Այո, ես նախ բարի լույս ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Հաճելի է։ Այո, ինձ նմանապես սա արդեն ոնց որ սովորություն է դառել, որ ես արդեն մոտ 15 եւ ավել տարի, հա, մոտ 20 տարի ես ամսի 31-ի գիշերները չասեմ 12-ը չասեմ որ տունը չեմ լինում եւ 12-ով մեր շատ սիրելի Երանոսյան Ռաֆայելը ինձ մի օր հաս տվեց հաղորդման ժամանակ, ասեց մի հատ հաց տամ պատասխանի էլի, ասեց ոնց է լինում որ նախագահն է խոսում կաթողիկոսը հետո դու ու դու ես, տարվա առաջի մարդը։ Այսինքն առաջի եթերով այսինքն փոխվում է եւ միանգամից 0 ժամնա 01 է, որ հենց փոխվում է։ Ըստ դու ես բնականաբար չկարացա պատասխանել այդ հարցին, որովհետեւ երբեք չէի տվել նման հարց։ Մաղարիչով ալի։ Ասածս ինչ էր, որ ես ասեն սովորություն է դարել իմ մոտ, որ ես 31-ի եւ առավոտյան պետք է բոլոր հիմնականում մեզ շատ սիրելի TV-ներով, հա, տենց եւ իմ շատ սիրելի ընկերների հետ մաղթանքներ հղենք գալիք տարման եւ նաեւ գիշերը թե ոնց ենք ճանապարհելու այս տարի։ Շատ ուրախ եմ հրավերի համար, լսում եմ ձեզ։ Ընտանեկան ինչպիսի ավանդույթներ ունեք օրինակ, այն որ 31-ին տանը չեք անցկացնում, արդեն հասկացանք վերջին տասնամյակում կողմներ։ Իսկ մինչ այդ նախատոնական մթնոլորտի ձևավորման, նվերների, գուցե ձմեռ պապին հավատալու իմաստով ինչեր ունեք։ Ձմեռ պապին հավատում եմ։ Կա, միևնույն է, կա, գիտենք։ Այո, ես այդ մանկական հուշերով տենց հիշում եմ, մայրիկս միշտ ասում է, երբ որ փոքր էի, քնած ժամանակ դեր ասում են բերում դնում է բացի տակ, չէ՞, դերը։ Ասում ասենց ձեռքով ցենց շփում էր բացի տակ, դերը թե չի դերել։ Նոր տարին շատ եմ սիրում եմ իմ ծնունդն եմ շատ սիրում։ Այդ օրն է կարծեք։ Որովհետև չէ, դեկտեմբերի 22-ին եմ ծնվել ես, հեսա արդեն անցել է մոտ մի տարի հետո նույնիսկ լինի, իմ ծնունդն եմ սիրում, մի խոսքով տոն ասվածը սիրում եմ, մարտի 8, ապրիլի 7 եւ ինչու՞ չէ։ Դրա համար էլ ձեր երաժշտությունը միշտ տոնական հնչեղություն ունի։ Ամեն խնջույք կարելի է վերածել տոնի։ Դա կախված է թե ինչ շրջապատով ես դու նստած։
Գեորգ, նայեք, դուք այն սերնդին եք պատկանում, ովքեր որ ինչպես որ մենք, հա, տեսել ենք դժվարություններ, այսինքն տեսել որ Գեորգ էս ասում ես խորտ է տվում ինձ, ինձ Գեորգ մենակ TV-ի մոտից ասում։ կատես բա սելերուս լայտող Գեորգի թույլտվությամբ ես ասում եմ ուղակի Գև։ Գևջան, նայեք։ Դե չէ ընկեր, ճանաչում օրգանումն էլ ասել չեն Եթե նա դիսի բառ է, այո, սելերուս լայտող։ Նայեք, Գեորգ նայեք։ Միայն։ Մենք այն սերնդին ենք պատկանում, որ տեսել ենք, այո, իրականում տեսել ենք դժվարություններ։ Մենք մութ ու ցուրտ տարիներում ենք մեծացել, մեր համար պարզապես մի նվեր էր, երբ որ փոքրիկ տոպրակի մեջ կար մանդարին, կոնֆետ մանդարին, ուծել ոչինչ չկա։ Հա, թխածքաբլիթ ինչու փոքրիկ տեսնում։ Մեկ էլ շոկոլադ կար ձմեռ պապի ֆրեզայով։ Սենց ինչ-որ չմրթված Բայց ինչքան ենք սպասում, ասեք էլի։ Դերին թելով տենց։ Բայց փառք Աստծուն, տոնածաղեր էին կախում, այն փայլուն տոնածաղները։ այո, տոնածառները դե առանձին Բայց թեմա է։ սպասելիքը միևնույնն է, մի տեսակ ուրիշ էր, այնքան քիչ էր ու այնքան երկար էր այդ ամեն ինչ սպասում, դա գուցե պետք էր այդ ճանապարհը սպասում Ամեն ինչ ունի երազանքը։ Գևորգ, դուք հիմա Գև ջան, դուք այսօր փառք Աստծուն, հա, արդեն ունեք ձեր շատ սիրուն ընտանիքը, ձեր հրաշք Աննա Մարիայի հետ, որ վստահ եմ, որ ձեր ընտանիքում, ձեր գերդաստանում 360 աստիճանով ցած փոխել է ամբողջ կյանքը։ Գիտեք, այսօր հենց ընտանիք էինք ուզում ձեզ հյուրընկալել, հաջորդ անգամ սիրով։ Ցավոք սրտի Զբաղվածությունն այդպեսի։ Առավոտյան տակությունը տակությունն է։ Առողջություն բոլոր բալիկներին իրականում, թողամանորը դիմավորեն շատ առողջ բոլորը Ես ինչին եմ տանում, հա, բեն որ մենք դժվար տարիներով սկսել ենք, անցել ենք, ունեցել ենք դժվար մանկություն ու դուք էլ ձեր կնոջ հետ միասին Անկայիթ Կարապետյան մաքսիմալ ամեն ինչ անում եք առաջին հերթին որպես լինեք լավ ծնողներ եւ երկրորդ հերթին ամեն ինչ անեք, որպեսզի ձեր փոքրիկն ունենա այն ամենը, ինչ որ մենք չենք ունեցել երբեք, այսինքն սկսած գիտելիքներից վերջացած այն ամեն ինչով։ Բայց այսօր 21-րդ դարում ենք ու շատ դժվար ժամանակներում ենք ապրում ու նույնիսկ այդ երեխաները մեզանից շատ ավելին են հասկանում ու գիտակցում, քան թե մենք հիմա, այն որ ասում են, չէ, 10 տարեկան երեխան, երբ որ մենք ենք եղել 10 տարեկան, մենք ավելի քիչ բան ենք հասկանում, մենք ոչինչ չէինք հասկանում, ինչ որ հիմիկվա 10 տարեկան երեխաները։ Ու Աննա Մարիան այն խելացի երեխաներից մեկն է, որ ժառանգել է իր տատիկ պապիկներից, ֆանտաստիկ իր ծնողներից, լավ տաղանդավոր հայրենասեր, այսօր ուրիշ Աննա Մարիա է մեծանում։ Գևորգ, արդյոք մեր իրականացումը դժվար է փոքրիկին մեծացնելը Հայաստանում։ Չէ, դժվար չի, ինչի համար, Կարեն ջան, դժվար չի։ Մենք հիմա ապրում ենք այնպիսի դարում, որտեղ դժվարը գիտեք ինչու՞մ, որ ամեն ինչ շատ հեշտ է։ Հենց այդ մասն էինք խոսում։ Այդ է դժվար, այդ է դժվար։ Ինչով կարող ենք զարմացնել մեր երեխաներին։ Բայց լավ է, այն ժամանակն է լավ է, էլի։ Այսինքն հիմա արդեն դենցա դարել, որ ուրեմն գրված է ձեր ձայնով ես կարամ երգեմ։ Հարստական բանականություն։ Այսինքն sense որ գնաց մարդը պետք չի գալու։ Չեմ կարծում այդպիսի ժամանակներ համաձայն եմ Գևորգ։ Երաժիշտը պետք չի գալու, երևի թե դերասանը պետք է գա, բայց երաժիշտ պետք չի գալու, գործիքավորող պետք չի գալու, որտեղ նույն արհեստական բանականությունը գործիքավորում տալիս։ Կարող է անել են ինչ որ դուք անում եք։ Մի առումով լավ է, մեծ գումարներ չես ծախսում, արհեստական բանականությունը բայց վաստակել դե բնականաբար, եթե չծախսես էլ սկսի կամաց արդեն վաստակել է սկսի քչանել։ Երեխային մեծացնելու վերադառնանք հարցին, ինչը հարցը որ տվեցիք, երեխային մեծացնելը, օրինակ Աննա Մարիաս, մեկ ինքը անես բան կարա խոսա, ուսուցանող։ Ոչ թե որ ասեմ, այն որ ասենք այդ քո ինչ տարիքն է այդպես բաներից ասում, չէ, այն որ ասենք ես անկախ ինձից ես կարամ ասենց ինքս իմ մեջ լրեմ, ասեմ հետաքրքիր է, ինչ ոնց են մտածում։ Ոնց անցավ մտքով չէ։ 21-րդ դարի սերունդն է, իրականում մեզանից գուցե լավ է որ տարբերվում են։ Իրականում առաջընթաց։ Բայց փառք Աստծուն, շատ լավ է։ Մի խոսքով ես սիրում եմ իմ ընտանիքին։ Այո, ընտանիքում երջանիկ, բնականաբար իմ հարազատներին, իմ ընկերներին եւ սիրում եմ իմ քաղաքը, սիրում եմ երկիրը, Հայաստանի Հանրապետությունը, երկիրը ու այստեղից բացի ուրիշ ոչ միտեղ իմ ապրելը չեմ պատկերացնում։ Դերևս անձնական կյանքում իսկապես երջանիկ, հարուստ զգացող մարդն է իրեն, նաև երջանիկ զգում աշխատանքային գործունեության մեջ։ Այո։ Դա նաև նպաստում է, որ
ստեղծեք գեղեցիկ կատարումներ, մեզ զարմացնեք ու հիացնեք։ Եթե ոչ հենց դեկտեմբերի 31-ը, բայց տոնական օրերը, որը վերաբերում նոր տարուն, դուք ունեցել եք բազմիցս հնարավորություններ արտերկրում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նշելու, դիմավորելու, բայց վստահ եմ, որ ձեր համար ամենակարևորը նոր տարին, այո, թե որպես աշխատանք։ Աշխատանքով գնացել եք միգուցե կամ աշխատանք, ահա, բայց ձեր համար ամենակարևորը վստահ եմ, որ տունը հայրենիքում դիմավորել է նոր տարին։ Այ ինչով է ձեր համար տարբերվում նոր տարին, հա, այսինքն ինչն է ձեր համար պարտադիր ու կարևոր ամանորին, ինչ պետք է լինի։ Ես գիտեք ոնց ես ուզում եմ որ ես նոր տարում լինեմ տանը ոչ թե երկրում Երևանում Հայաստանի Հանրապետությունում այլ լինեմ հենց մեր տանը հա իմ ընտանիքի հետ եւ ուզում եմ որ նոր տարում ձուն լինի հա որը որ եղել է մենք որտեղ նոր տարին ասոցացված է դրանով մաքրության ջերմակի գնում ենք նոր տարում ախենում ենք դրսում քայլել աղում ենք ճիշտ տնեցիները չեն թողում այս թաքուն աղում ենք հենց 12-ը բան է լինում մի հատ պապա մամա տես չեք շնորհավոր նոր տարի դե մենք մեզ մի հատ շամպայն կամ եկեք այս ուրախ նոր տարով էլ չխկոցով էլ եզրափակենք մեր հյուրի հետ զրույցը բան ենք անում գնում ենք այդ բոմբերը տրակացնելու, բայց հիմա աշխատանքով չի լինում։ Իսկ արդ երկրում առասարակ, արդ երկրի նոր տարին ոնց որ ուժի լինի ինչ-որ մի հատ, շնորհավոր նոր տարի անցած։ Մի հատ սալյուտ ենք ըմբաստում բրցա։ Չէ, Հայաստանը լավ է։ Եվ դուք միշտ եղել եք Հայաստանի հայրենիքի հայ ժողովրդի կողքին ու ձեր երաժշտությունն էլ գրեթե միշտ գերակշռում է, հա, հայրենասիրությունը, մերը, հայկականը, մերը հենց։ Պարտադիր է, հայկական։ Հիմա հնարավորություն ունեք շնորհավորելու ողջունելու մեր հայ ժողովրդին, ինչ կմաղթեք, ինչ կասեք, աշխարհի բոլոր հայերին այս այո, տեսախցիկին եմ նայում, աշխարհի բոլոր հայերին, աշխարհի բոլոր մարդկանց շնորհավորում եմ գալիք նոր տարվա ամանորի սուրբ ծննդի հետ կապված եւ գիտեք ինչ եմ ցանկանում, թող պատերազմներ չլինեն։ Ու թող մարդիկ միշտ ժպտան, որովհետև ժպիտը անկախ քեզնից արդեն երբ որ մարդը ժպտում է, էներգիա։ Բնականաբար արև, հա, մի հաղորդման ժամանակ ասացի ես։ Իրականում ես այդպես եմ, ես արև եմ սիրում։ Հա, մեղալ անձև չեմ սիրում, անկեղծ եմ ասում։ Մեղալ եղանակ չեմ սիրում, սիրում եմ միայն ամառը, որովհետև ամառը կանաչ է եւ արև է։ Իսկ երբ որ կանաչ ու արև է, նշանակում է անկախ քեզից տրամադրությունը լավ է։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Մենակ առողջություն թող լինի ու խաղաղություն։ Շնորհակալ ենք Գեորգ Կարապետյան, թող արևը տիրի Հայաստանի Հանրապետությունում։ Այո, շնորհակալ ենք։ Դե ինչ, մեր հյուրն էր Գեորգ Կարապետյանը, տաղանդար ֆանտաստիկ երաժիշտ, անուն ազգանով, որը որ բրենդ է դարձել արդեն տարիների ընթացքում իր եղբայրների հետ միասին, եւ ես այս գերհագեցած օրվանից հետո կամած տանելու եմ դեպի ամփոփում, բայց ամփոփումը կլինի մի փոքր անակնկալով, թե ով կլինի բեմարդակում, թե կարծում եմ արդեն կռահում եմ, որովհետեւ մինչ այս պահն ամես հետը միայն հաղորդավարի կերպարում բացեցի չակետը մոտեցնում ենք, բայց ամբողջ չենք ներկայացնում։ Մնացեք մեզ հետ, մի հեռացեք։